Հայաստանի նկարիչների միության տանը 2012 թվականի փետրվարի 23-ին բացվեց Հայաստանի Հանրապետության նկարիչների միության վարչության անդամ, Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, դոցենտ, գեղանկարիչ, Դիլիջանի Խենթ Սիրահար Համլետ Ասատրյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Համլետ Ասատրյանը ծնվել է Դիլիջանում եւ միշտ սիրահարված է մնացել իր ծննդավայրի վայրի մեղմությանը։ Իր բնաշխարհի հանդեպ անսահման սիրո արգասիքն են նրա վրձնած խոսուն կտավները, որ բուրում են դիլիջանյան ծաղիկների արբեցնող բույրով, թարմությամբ ու անկեղծությամբ։ Ասես ժայռերն ու լեռները եղջյուրների նման պատառոտում են ապրեշում է շամանդաղը եւ դու ականատես ես դառնում կապտաթե որված ծննդին։ Եվ Համլետի գործերին համահունչ է Վահան Տերյանի մթնշաղի անուշները եւ Միսակ Մեծարենցի Ակասյանների շոքի տակ բանաստեղծությունների շարքի տրամադրությունները։ Անճարեղ այս նկարիչը կարողանում է իր գործերը այնպես ստեղծել, որ դիցք է տալիս մարդու հոգուն եւ մտքին։ Համլետը նաեւ կազմակերպչական ջիղ ունեցող համակողմանի զարգացած անհատականություն։ Նա երկար ժամանակ պաշտոնավորել է Դիլիջանի եւ Տաուշի մշակույթի բաժինները եւ Ռոսլին Գեղարվեստի ինստիտուտի ղեկավարն է եղել եւ դասախոս։ Ես սրտան շնորհավորում եմ այս գողտրիկ ցուցահանդեսը։ Իրոք սա մի գողտրիկ երգ է բարության եւ այսպես ասած լուսավոր տրամադրության հետ։ Շնորհավորում եմ իմ եղբայր, ցանկանում հետագա հաջողություններ։ Ցուցահանդեսը բացառիկ հաջողություն ունեցավ։ Արվեստասեր հասարակայնության այնպիսի բազմություն էր հավաքվել, որ հերթ էր գոյացել։ Մարդիկ սպասում էին, որ մտնեն սրահ եւ վայելեն ասատրյանական արվեստի հմայքը, նրա վրձնած ինքնատիպ մեղեդին։ Ցուցահանդեսին ներկա էին գեղանկարչի վրձընկերները, գրողներ, դերասաններ, պաշտոնյաներ։ Շատերը մի քանի օր շարունակ գալիս էին մեկ անգամ եւս ըմբոշխնելու Համլետ Դիլիջանցու լույս ու սեր, լավատեսություն ու բարություն սփռող հոգու գույները, որ միայն իրենն են։ Մեր Համլետը սիրահարված է բնությանը եւ բնությունը տրվել է նրան, ինչպես որ պետքն է։ Համլետ ջան, սրտան շնորհավորում եմ քեզ եւ կուզեի, որ իսկապես հաճախակի լիներ մեր հանդիպումը հայերի բնության մեջ, այսպես ասեմ, որովհետեւ այն պեյզաժները, այն տեսարանները, որը նկարիչը կարողանում է փախցնել բնությունից եւ կարողանում է ներկայացնել մարդկանց, դա հրաշք մի արարողություն է։ Ավարտելով Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը եւ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը, հաստատուն քայլերով ու ինքնատիպությամբ մտավ գեղանկարչության աշխարհը։ Նրա կտավներում ճերմակալույս ու վարսառատ դիլիջանյան անտառներն են, անձրևների թացությունը։ Նրա բնանկարներին նայելիս թվում է, որ ինչ-որ մեկը քո կյանքը դարձնում է լույս, եւ դու այնպիսի քնքշությամբ ու կարոտով ես շոյում ծառերի մամրոտած բներն, ասես ձեռք ես տալիս սեփական սրտիդ։ Հին Դիլիջանը պատկերող կտավներում հնաբույր տների պատերի խորքից քեզ են նայում մարդկային դեմքեր։ Վրձնահարվածներով արարելով այս հրաշքները, Ասատրյանը միշտ հնչեցնում է հայրական տան մշտարթուն գոյությունը։ Այո, հայրական տան պատերը միշտ խոսում են քեզ հետ եւ նայում են քեզ պապերիտ աչքերով։ Տարվա բոլոր եղանակներին Համլետ Ասատրյանը ժամանակ է գտնում ստեղծագործելու Դիլիջանում, միաժամանակ վարպետաց դասեր տալով երիտասարդ նկարիչներին, ուսանողներին, անգամ դպրոցականներին։ Մայստրո եմ անվանում Ասատրյան Համլետին, մայստրոյի շնորհիվ միշտ ամառները կվարտադիր չամռանը համախմբում ենք եւ գնում պլեներների, էտյուդների նկարչությունը հենց բանա ապրում ենք դրանով։ Այս փոքրիկ տղան չի հեռանում նկարչի կողքից, մանկական երևակայությամբ փորձում է հասկանալ վարպետին, հպարտանում է, որ մայստրոյի փոքրիկ ընկերն է։ Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ նստած մեր մեծ արվեստագետի հետ սովորում եմ նկարել։ Համլետ Ասատրյանը զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ, Դիլիջանի մշակույթի բաժնի վարիչ, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, մշակույթի նախարարության տարածքային քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պետ, Երևանի Ռոսլին դիզայն ինստիտուտի ռեկտոր, միշտ էլ ափսոսանք է զգացել, որ վարչական աշխատանքը խանգարել է ավելի շատ զբաղվել նկարչությամբ։ Այժմ զբաղվում է դասախոսությամբ եւ նկարում է, այսինքն տարերքի մեջ է։ Համար պարտադիր գալիս եմ Դիլիջան, իմ հայրենի բնորան, որը շատ սիրում եմ եւ նկարում եմ։ Լավ երիտասարդների հետ եմ նկարում, հետաքրքիր ապագա ունեն նրանք եւ կարծում եմ վաղվա հրաշալի իմ արվեստագից ընկերները դառնան։ Ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ այսօրվա առիթով։ Ասատրյան Համլետը մեր ավագ ընկերներից է։ Մենք իրանից շատ բան ենք սովորել։
շնորհակալություն։ Անուշ Գրիգորյան, Գայանե Գրիգորյան, Հարություն Հարությունյան, Բամբեր։